Հայաստանում աճել է քաղաքացիների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահությունը։ Մեր բոլոր 17 բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են միայն 164 միլիարդ դրամի հարկ են վճարել 2025-ին, 45 միլիարդ դրամով ավելի, քան 2024-ին։ Անցած տարին ամփոփելով նշում է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Ամբողջ խոշոր հարկատուների մեջ բանկերի կշիռը կազմում է 8.5%, բայց մեր կարծիքով այստեղ կարևոր է նաև որակյալ հարկերի մասին շեշտել, ըստ շահութ հարկը, որը մասնագետների շրջանում համարվում է ավելի որակյալ հարկ, շահութ հարկը նույնպես բանկերի մոտ աճ է գրանցել եւ խոշոր հարկատուների շարքում շահութ հարկը 29% է կազմում։ Կառույցի ղեկավարը համակարգի թվային ցուցանիշները ներկայացնելիս առանձնահատուկ կարևորում է բանկային ակտիվների առաջընթացը։ 2025-ին այն կազմել է 12.8 տրիլիոն դրամ, միայն վարկային ներդրումները հատել են 7.9 տրիլիոն դրամի շեմը, իսկ ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 400 միլիարդ դրամով կամ 22.4%-ով։ 25 թվականին մոտ 1 տրիլիոն դրամով աճել են ընդհանուր ավանդները կամ աճը 15.5-18%, իսկ ընդհանուր պարտավորությունները 1.4 տրիլիոն դրամով են ավելացել, նույնպես վերջի տարիներին տեսնում ենք, որ այս աճի տեմպերը մի փոքր արագացել են։ Մեր երկրում սպառողական վարկերը շարունակում են մեծ պահանջարկ ունենալ, դրանք 30%-ով աճել են։ Շինարարության եւ սպասարկման, առևտրի եւ արդյունաբերության ոլորտներում վարկերը նույնպես մեծ պահանջարկ են ունեցել 2025-ին։ Ամենամեծ աճը տոկոսային կետով, եթե նայենք, ամենամեծ աճը ապահովել է շինարարությունը, շուրջ 30% վարկային պորտֆելի աճ է տեղի ունեցել շինարարությունում։ Ըստ էությամբ հիմա շինարարությունը մոտ 900 միլիարդ դրամ է, մինչ այդ եղել է փաստորեն 700-ից մի փոքր ավել։ Կապիտալի շուկայում մեծ ակտիվություն կա։ Դանիել Ազատյանը նկատում է, որ չնայած Երևանում 2025-ից այլևս չի գործում եկամտահարկի վերադարձի ծրագիրը, հիփոթեկային շուկայում աննախադեպ 13% աճ է գրանցվել։ Մարզերում ավելի խոստումնալից են թվերը, աճը եղել է 31%։ Սա նույնպես պայմանավորված է մարզերում նորակառույցների լայնածավալ շինարարությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ հիմնականում մարզերում աճը գրանցվել է Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, Երևանամերձ շրջաններում, բայց հույս ունենք, որ առաջիկա տարիներին այս տենդենսը կշարունակվի նաև այլ մարզերի մասով։ Հայաստանի բանկերի միության նախագահը մեր երկրի ցուցանիշները համեմատում է հարևան Վրաստանի հետ եւ արձանագրում, որ բոլոր առումներով թվերն ավելի բարձր են։ Դա այն դեպքում, երբ վրացական ֆինանսական շուկան 30%-ով ավելի շահավետ դիրքում է աշխատակիցների քանակով, ավանդներով եւ ակտիվներով։ Իսկ սա համառ աշխատանքի, նորարարություններն արագ յուրացնելու եւ վստահությունը բարձր նշաձողի վրա պահպանելու արդյունքն է։